Հոկտեմբերի ավարտին օդը դառնում է զարմանալիորեն պարզ։ Իրադարձությունները կարծես ձեռք են բերում հատուկ պարզություն, իսկ երազանքները գրեթե շոշափելի տեսք։ Ամսվա վերջը հաճախ ծառայում է որպես շրջադարձային կետ, երբ անցյալը մարում է եւ ձեր շուրջը տարածությունը սկսում է այլ կերպ գործել։ Կարծես իրականության հենց հյուսվածքը պատրաստ է արձագանքել ձեր մտադրությանը։ Այս հոլովակում մենք կքննարկենք 4 կենդանակերպի նշաններ, որոնց համար տիեզերքը կստեղծի պայմաններ ցանկությունների կատարման համար 2025 թվականի հոկտեմբերի 30-ից հետո։ Խոհեր։ Կրակը, որը խոցում է խավարը։ Հոկտեմբերի 30-ից հետո խոհերը կունենան հազվագյուտ հնարավորություն իրենց անսասան էներգիան ուղղորդելու այնպիսի նախագծի մեջ, որը իսկապես արձագանքում է նրանց խորագույն ցանկություններին։ Սա այն ժամանակն է, երբ ստեղծված խոչընդոտները անսպասելիորեն եւ նրբորեն զիջում են իրենց տեղը։ Մի նախագիծ, որը դուք վաղուց եք մտածել, կարող է ստանալ ռեսուրսների աջակցություն։ Մեկը, ով նախկինում անտարբեր էր ձեր գաղափարների նկատմամբ, հանկարծակի հետաքրքրություն կցուցաբերի, իրավիճակը կդառնա բարենպաստ համարձակ քայլերի համար։ Կարևոր է պահպանել հավասարակշռությունը իմպուլսիվության եւ մտածվածության միջև։ Ձեր ներքին բոցը հզոր ռեսուրս է, բայց դրա ուժը բացահայտում է, երբ դուք այն հիմնավորում եք հաշվարկով եւ հետեւողական գործողություններով։ Մենք խորհուրդ ենք տալիս սահմանել կոնկրետ նպատակներ եւ առաջնահերթություն տալ ձեր էներգիային։ Մեկ մեծ քայլը միշտ ավելի արդյունավետ է, քան 100 փոքրերը, որոնք ցրված են տարբեր ուղղություններով։ Եթե դուք պատրաստ եք պատասխանատվություն կրել արդյունքի համար եւ հստակ նկարագրել, թե ինչ եք ուզում, ապա այս ամսաթվից հետո տիեզերքը չի լինի պասիվ դիտորդ։ Իրադարձությունները կսկսեն զարգանալ ձեր օգտին, ձեզ մղելով վճռականություն եւ փոխզիջում ցուցաբերել։ Ձկներ։ Մեղեդին, որը վերադարձնում է կորցրածը։ Ձկների համար հոկտեմբերի վերջը բերում է զուգադիպությունների նուրբ, բայց հզոր ալիք, որը կօգնի կապել ձեր անձնական ձգտումները արտաքին աշխարհի հնարավորությունների հետ։ Ձեր բնական բնազդները սրված են։ Դուք կստանաք հուշումներ երազներում եւ պատահական հանդիպումներում, որոնք արժե ընդունել որպես ուղեցույցներ, այլ ոչ թե պարզապես հաճելի տեսիլքներ։ Ստեղծագործության, հոգեվոր ճանապարհորդությունների կամ զգացմունքների հետ վերամիավորման հետ կապված ցանկությունները հնարավորություն կունենան իրականություն դառնալու։ Գուցե կհայտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել ձեզ իրականացնել ձեր գաղափարը, կամ դուք կգտնեք ինքնարտահայտման հարթակ։ Գլխավորը հրաշքի սպասումով չկորչելն է, այլ ստեղծել տարածք դրա ի հայտ գալու համար։ Փոքր, կոնկրետ քայլեր ձեռնարկեք ձեր ինտուիտիվ որոշումների ուղղությամբ։ Գրանցեք ձեր արձագանքները եւ ճշգրտեք ձեր ընթացքը։ Այնուհետև այնինչ նախկինում անհասանելի էր թվում, կսկսի ձևավորվել եւ դուք կսովորեք տարբերակել ցանկության իրական ձայնը ակնթարթային քմահաճույքից։ Խեցգետիններ։ Տուն, որը բացահայտում է սրտի գաղտնիքները։ Հոկտեմբերի 30-ից հետո խեցգետինները կունենան հնարավորություններ, որոնք կապված են նրանց հետ, ովքեր զգում են ներքին կայունություն, կայուն հարաբերություններ, բարելաված կենսապայմաններ կամ մասնագիտական ճանաչում, որը կամրապնդի ձեր ինքնագնահատականի զգացումը։ Այս ժամանակահատվածը նպաստում է գործնական քայլերի, ձեզ եւ ձեր սիրելիներին պաշտպանելու եւ հոգ տանելու համար։ Դուք կարող եք հնարավորություն ունենալ ձևակերպել կարևոր փաստաթղթեր, լուծել բնակարանային հարցը կամ ստանալ առաջարկ, որը ձեր սովորական աշխատանքը կվերածի աճի հարթակի։ Ձեր ցանկությունները կկատարվեն ոչ թե կայծակնային արագությամբ, այլ մտածված գործողությունների միջոցով, զրույցների, համաձայնությունների եւ հետեւողական ջանքերի միջոցով։ Հետևաբար օգտագործեք ձեր պլանավորելու եւ մանրամասներին ուշադրություն դարձնելու ունակությունը։ Այժմ արժե իր քաշը ոսկու։ Պահպանեք մեղմ վարքագիծ հաղորդակցության մեջ, բայց մի վախեցեք սահմաններ եւ ձեր իրական կարիքները սահմանելուց։ Այս կերպ դուք կհասնեք երկարատև արդյունքների, որոնք կգրանցվեն որպես երկար սպասված վերադարձ։ Այդ եղջյուրներ։ Ձևափոխվող ամրոց, այդ եղջյուրներ։ Հոկտեմբերի վերջը հնարավորություն է տալիս իրենց նկրտումները վերածել կոնկրետ նվաճումների։ 30-ից հետո ձեզ համար կբացվեն կարիերայի առաջխաղացման, մասնագիտական ճանաչման կամ ֆինանսական շահույթի դռներ, բայց դա պատահական բախտի արդյունք չի լինի, այլ հետևողական աշխատանքի, ճիշտ առաջնահերթությունների, որոշման եւ երկարաժամկետ ծրագրեր կազմելու ունակություն։ Տարիների երազանքները կսկսեն աջակցություն ստանալ առաջարկների, գործընկերությունների կամ ձեր գաղափարները
մասշտաբավորելու հնարավորությունների տեսքով։ Ձեր խնդիրն է պահպանել կենտրոնացվածությունը եւ խուսափել բազմաթիվ արտաքին նախաձեռնություններից շեղվելուց։ Ուշադիր ընտրեք այն ոլորտները, որտեղ ձեր ժամանակի եւ էներգիայի ներդրումը կտա ամենամեծ ազդեցությունը։ Ուշադրություն դարձրեք ճիշտ միջավայրին։ Ձեր ձգտումներին աջակցելու պատրաստական մարդիկ կլինեն այնտեղ հենց այն ժամանակ, երբ դուք կցուցաբերեք մտադրության հստակություն եւ առաջնորդելու պատրաստակամություն։ Այսպիսով, այդ եղջյուրի համար ցանկության իրականացումը դառնում է ձեր անցած ճանապարհի տրամաբանական շարունակությունը, քայլ առ քայլ նվաճված բարձունք։